Բարև ձեզ հարգելի լրագրողներ, սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզի Չեգիշե Մելիքյանի հետ խաղային մամուլի ասուլիսը, այն նվիրված է Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպմանը։ Խնդրեմ ձեր հարցերը։ Վահագն Ամիրջանյան, պարոն Մելիքյան, կուզեի գնահատեիք առաջի խաղակեսը եւ երկրորդ խաղակեսը, ձեր կարծիքով որ խաղակեսում ավելի լավ խաղացիք։ Երկու խաղակեսում էլ մենք ունեինք հնարավորություն հաղթելու, մենք այն պլանը, որ ընտրել էինք, ես հասկանում եմ, որ մրցակիցը չէր կարողանում մեզ փակել եւ մեզ շատ լավ հաջողվում է դուրս գալ եւ գրոհել, բայց մի քիչ անդրամադիր եմ նրանից, որ հասարակ տեղերը որակը մեզ ոնց որ ասած չի տալի այդ հնարավորությունը, որ մենք կարողանանք հաղթենք։ Մի քանի պատճառներ կան, ֆուտբոլիստներ կան, որոնք մարզավիճակը լավ չէր, ֆուտբոլիստներ կային, շատերը հանգստից հետո էին, ի տարբերություն մրցակցին։ Այսինքն պատճառներ կան, որը որ ես նայում եմ այսօրվա օրով այդ սխալները նորմ, բայց երբ որ մարզավիճակ հավաքեն եւ իրենց թմերում էլ խաղան, ինձ թվում է մեր խաղը ավելի լավ կստացվի։ Կներեք հարցը երևի մի քիչ ձևափոխեմ։ Ձեր կարծիքով առաջի խաղակեսում արդյոք ավելի լավ չէիք խաղում, քան երկրորդ խաղակեսում։ Գիտեք ինչ կա, եթե այդքան փոփոխություններ ես անում, մի քիչ կարա ջարդվի օրգանիզացիան, բայց երկրորդ խաղակեսում ավելի շատ մոմենտ ունենք, ավելի սուր ենք, ավելի շատ հնարավորություն ունենք գոլ խփելու երկրորդ խաղակեսում։ Եթե դուք խոսում եք խաղի ընդհանուր սիստեմի օրգանիզացիան տեսքը ընդհանուր, այո, բնականաբար մենք Գորը Մանվելյան 9 համար այդ խաղում, Դավիթ Դավիթյանը ձախ վինգեր չի խաղացել, չեմ հիշում, Բանդիկյանի առաջի խաղն էր, Սևիկյանը տեսակ էլի տղեն մալադեց, էլի աշխատանք տանում էր, բայց մարզավիճակ չունի, այսինքն այդ հանգամանքները մի քիչ խանգարում է թիմային օրգանիզացիային։ Եթե կարողացա բավարարի արեց։ Էրիկ Վարդանյան, Armenian League, պարոն Մելիքյան թիմը խաղում էր մեծ առավելությամբ խաղի սկզբից մինչև վերջ, սակայն կրկին գոլային պայերի իրացման խնդիր կար։ Ֆուտբոլում սովորաբար մարզիչը պատասխանատու է ստեղծված պայերի համար, սակայն ինչպես է գտնում ռեալիզացիայի խնդրի լուծումը եւ երկրորդ հարցս Կարլեն Հովանիսյանը իր առաջին խաղը անցկացրեց մեկնարկային կազմում, մասնավորապես շատ լավ էր համագործակցում Էդուարդ Սպերցյանի հետ, նրանց միջև կար այդ կիսապաշտպանական քիմիան։ Ինչ կարծիքի է Կարլենի ու Էդուարդ Սպերցյանի մասին։ Շատ գոհ եմ։ Դե Էդուարդ Սպերցյանի մասին ես չէ որ պետքա գովեմ ասեմ, դուք տեսակ դա լրիվ ուրիշ մակարդակ է, փառք որ մենք ունենք իրեն, ինչ վերաբերում է Կարլենին շատ գոհ եմ առաջ խաղի համար, շատ օգտակար աշխատանք տարավ հավաքականի համար, ճիշտ է սխալներ կային, բայց դա process է, մենք կուղենք, մենք աշխատենք իր վրա եւ ինքը մեր լավ ապագա ֆուտբոլիստներից է։ Առաջի հարցը, հա, ռեալիզացնելու մասին, նայեք, ճիշտ եք ասում, եթե մոմենտներ ունենք, ուրեմն տակտիկապես կարողացել ենք գնդակը հասցնել մինչև մրցակցի դարպասը, բայց որ գոլ չենք կարող խփենք, դրա պատճառները շատ չեմ ուզի խոսամ իմ ֆուտբոլիստների մասին, բայց եթե մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք այս տարի գոլ չեն խփել այդ հարձակողները, դա տալիս է մտածել։ Բայց եւ Միրանյանը եւ Վրանոսը շատ մեծ աշխատանք տարան, բայց որակի խնդրեմ կար, այո, մարզավիճակի, որակի հուսով եմ կդզվեն եւ մեզ կօգնեն, ուրիշ հնարավորություն չունեն։ Ինչ ունենք, այն ունենք, Ֆինը գիտեք մարզը վնասվածք ունի, հա,
Ես եմ այդ հարցակողները իրենցով պիտի շարժվենք առաջ եւ շնորհակալ եմ իրենց լավ աշխատանքի համար։ Վարվարա Այլապետյան, պարոն Մելիքյան, կուզենայի ձեր կարծիք լսել պաշտպանների կատարած աշխատանքից, ինչպեսի գնահատական կտակ այսօրվա իրանց գործին։ Ну, գիտեք, ես շատ եմ լսում լրագրողների կարծիքները, ինձ շատ հետաքրքիր է եւ կարամ ասեմ Բուենոյի համար էլ կա քննադատություն, բայց այսօր ես ճիշտ դուրս եկա նրանում, որ դուք տեսաք, որ Սերգեյ Մուրադյան, Ստյոպա Մկրտչյան երկու կարևոր ֆուտբոլիստներ մնացվածք ունեցան եւ եթե չլիներ Բուենոն շատ մեծ խնդիրներ կունենայինք, շատ գոհ եմ ու շատ ապրի ինքը, որ մեզ օգնեց այսօր եւ հետագայում էլ կօգնի ու շատ գոհ եմ եւ Փիլյանի եւ Գյորգի եւ Բուենոյի աշխատանքից։ Հայկ Հովհաննիսյան, Լիբերո, պարոն Մելիքյան, ինձ թվաց, որ սա վերջին 1-2 տարվա ընթացքում Հայաստանի հավաքականի լավագույն խաղն էր, որքանով եք համաձայն այդ կարծիքի հետ, եւ երկրորդ հարցը, նշեցիք, որ խաղային պլանը լավ էր աշխատում, հետաքրքիր այդ խաղային պլանում ինչ դեր եք սահմանել Կամո Հովհաննիսյանի համար, որովհետեւ ոչ միայն հաճից էր խաղում, այլ նաեւ հաճախ կենտրոն էր գալիս եւ մրցակիցը չէր հասկանում իր հետ ոնց խաղա։ Արդյոք դա հետագայում էլ կարող է լինել մեր հավաքականի հաղթաթուղթերից մեկը։ Չէ, նայեք, մենք չունենք հստակ մի հատ պլան, ինչով պիտի շարժվենք։ Մենք շատ լավ ելույթում ենք մրցակցի, գտել ենք թույլ կողմերը, օգտագործում ենք Կամոյին եւ մենք բացի գնդակով խաղը, մենք առանց գնդակ խաղ շատ լավ կարգապահ օրգանիզովանի պրեսինգներ անեցինք, մրցակիցը շատ դժվար է դուրս գալի, Կամոյի եւ Տիկնիզյանի դերը շատ մեծ էին, շատ լավ լատերալները կարող էին խաղը կարդալ ու ընդհանրապես եւ պաշտպանությունում եւ հարձակման գծում այո չեմ ասի ամենալավն է չեմ կարող ասել առաջի հերթի ոչ ենք հաղթել չեմ կարող այդ կարծիքին ունենամ որ շատ լավ ենք խաղացել շատ լավ խաղալուց պետք է հաղթել Միտքից թելը կտրվեց, լավ կհիշեմ, էլի կխոսենք Չէ, լավ խաղեր, բայց լավագույնը չէր Շավարժ Հարությունյան, պարոն Մելիքյան, առջևում Մոլդովայի դեմ մրցավեճն է, ինչը կարելի էր փոխել կամ ինչը կարելի էր շտկել, որպեսզի հաջորդ խաղում ունենանք հաղթանակ Երեք նայել ենք Մոլդովիային, խաղացել է Բուլղարիայի դեմ 2-2, լավ տպավորություն թողեց, մենք լսում ենք Մոլդովիա, բայց մենք այսօր թույլ թիմ չկա, պետք է լավ ելույթենք, չեմ կարող ասել Մոլդովիա մեզանից ուժեղ թիմ է, բայց թույլ էլ չի, լավ խաղ կլինի, լավ կարելի է ելույթել, շատ ուրախ եմ այսօր, որ մենք տեսանք շատ ֆուտբոլիստներին դաշտում եւ ելույթելու համար շատ լավ խաղ ստացվեց մեր համար Մոլդովիայի դեմ ունենք ժամանակ իհարկե շատ կարճ է, բայց պատկերացնում ենք ինչ ֆուտբոլ պետք է խաղանք իրենց դեմ ունեն ուժեղ կողմեր եւ թույլ կողմեր կարևորը որ մենք տեսել ենք իրենց մնացածը արդեն աշխատանքի process-ին կստանանք հուսով եմ Գագ Ղազարյան, երեք դուք ասացիք, որ Ղազախստանը այդպիսի թիմ է, որ պրոբլեմներ կարող է ստեղծել։ Այսօր պրոբլեմներ ստեղծեց Ղազախստանի թիմը։ Եթե կարողացավ մեր այդ մեկ խաղա եւ անհատական իրենց որակներով կարողացան մեզ գոլ խփել եւ չպարտվել, դա էլ է մեր համար արդեն պրոբլեմ, բայց խաղից առաջ Ես մտածում էի, որ մեր թիմը հանգստից հետո է, ունեմ կարճ ժամանակ, նոր ֆուտբոլիստներ, կարող պլանը հստակ չկարողանայի հասցնել, որ թիմը հասկանար ինչ ենք ուզում, բայց փառք Աստծո թիմը գիտեր դաշտում ինչ էր անում, դա կարևոր էր։ Պարոն Մելիքյան, երկու հարց, նախ Չանչարևիչի մասին, արդյոք խաղից առաջ արդեն նախատեսել եք, որ պիտի 90 րոպե խաղար, թե ընթացքում այդպես որոշեցիք ու դարպասապահի չփոխեցիք։
Որոշել է խաղալ ու Շանչարևիչը շատ լավ ֆուտբոլ խաղաց, համենայն դեպս որպես գլխավոր մարզիչ, ես ձև էի տենում, ինչ մեր վրատաների մարզիչը, դարպասապանների, ինձ ոչ մի բան չասեց որպես վրատա, իսկ ինչ վերաբերում է իր ոտի խաղը, շատ խելացի էր խաղում, դրա համար չուզեցի իրան փոխարինեմ, որովհետև գոհ է իր խաղից։ Այլ Մոլդովայի խաղը կմտածեմ, որ մյուս վրատաները ունենան հնարավորություն։ Բայց այսօր նայեք, Շանչարևիչին միտեղ չի ուզում հրավիրեի։ Մտածում էի, որ մենք տեղի ֆուտբոլիստներով կշարժվենք, բայց մենք առաջնության սա խաղերի ներկա են գտնվում եւ տենում ենք մարզավիճակները եւ տենում ենք դարպասապանները իր ձև են առաջնությունում եւ ունենք սիգնալներ, որ առայժմ պետք չի Շանչարևիչից հրաժարվել։ Նոյերը 41 տարեկանում պայմանագիր է կնքում ու առայժմ իրեն հաջող անելը իմ համար շուտ է։ Էրիկ Ավակյանը մեր համար լավ դարպասապահ է, բայց ինքը պետք է ունենա մրցակցություն եւ պայքարի։ Եվ մի հարցել Նարեկ Գրիգորյանի մասին, ոչ միայն ձեր օրոք, տարբեր մարզիչներ օրոք նա հրավիրվում է, բայց կամ 5 րոպե խաղում, 10 րոպե կամ չի խաղում։ Չէ, ես հասկացա Ալման ջան, Նարեկ Գրիգորյանը մյուս խաղը մետնակային է լինելու, ես իրեն հավատում եմ։ Դա հարց Երկու խաղից է, ֆուտբոլիստներ կան, որոնք չեն դուրս եկել, երկու խաղից բաժանել ենք, որ հասկանանք, որ ոնց մոտիկանանք երկու խաղին։ Նարեկ Գրիգորյանը մեր համար շատ կարևոր խաղացող է։ Ես չէի կարա Սևիկյանին պահեի Նարեկ Գրիգորյանին, բայց Նարեկ Գրիգորյանի վիճակը ավելի լավ է, քան Սևիկյանի։ Ես գիտեմ, որ Սևիկյանը 20 րոպեից ավել չի կարա։ Թողեց խաղա, Նարեկ Գրիգորյանը կարա մեկնական խաղա ու երկար խաղա։ Ռոբերտ Մարկոսյան, Ուրիշ ֆուտբոլ, հատուկ նոյերին ասացիք, որ Աբելյանը էլ հարց չունենա, չէ։ Պարոն Մելիքյան, Դավիթյանը երկար ժամանակ չէր հրավիրվեց այսօր խաղաց ձախ եզրից, կարող է խաղալ նաև աչից, կարող ենք համարել նրան արդյոք այն ունիվերսալ ֆուտբոլիստը, որ կարող է հարկ եղած դեպքում մի քանի դիրք լրացնել եւ արդյոք դուր եկավ ձեզ նրա խաղը եւ մրցաշրջանը անցկացրեց։ Ես առաջի իսկ օրից այս հավաքին ես մի անգամից իմ օգնականներին ասի, որ Դավիթ Դավիթյանը ինձ դուր է գալի իր մարզավիճակը, իր հոգեբանական, ես տեսա ինչ ձևի է մոտիկացել, գաղտնիք ասեմ, ինքը իմ համար շատ լավ տղա է ու ես իր այդ երկար տարիներ եմ աշխատել, Իռլանդիայի չեմ հիշում, որ խաղներ, շատ անդամադիր էր, որ չխաղաց, իսկ նման բաներ ինձ դուր չի գալի։ Հիմա կարող եմ ասել, որ դրա համար չի հրավիրվել ինքը հավաքական, որ ինքը հասկանա ու մնացածները, որ ես նման բաներ չեմ սիրում, եթե չես խաղում, ուրեմն պետք է միևնույնն է լինես թիմի հետ։ Բայց շատ ուրախ եմ, որ Դավիթ Դավիթյանը հասկացա, որ չի կարելի եւ հիմա եկել է հավաքական արդեն լիովին իմանալով ոնց պետք է հավաքականում աշխատի եւ ապրի եւ պահի իրեն ու այսօր այո ինքը մեր ամենակարևոր խաղացողներից մեկն է եւ ունիվերսալ այո եւ լատերալ եւ պաշտպան եւ վինգեր եւ չեմ վախենա ինը համար պետքա մանգանք պետքա փնտրենք Գորմանվելյանին ով կմտածեր ինը համար պետքա խաղանք չունենք եթե չունենք պետք է մանգանք գտնենք գոհ եմ Դավիթ Դավիթյանից Շնորհակալություն, եթե չկան հարցեր, կհանդիպենք Մոլդովայի խաղից առաջ։ Կա վերջին հարցը էլի։ Պարոն Մելիքյան, Բելարուսի դեմ խաղում Գեորգի Հարությունյանը խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Այսօր խաղում եք 3-4-3 սխեմայով։ Հնարավոր է Մոլդովայի դեմ խաղում անցնեք 4 պաշտպանով խաղի եւ հենակետային գոտում կրկին տեսնենք Գեորգի Հարություն։ Մոլդովյաններ SMS գրել որ հարցը տայեք ես հիմա ոնց սխեման ասեմ չեմ կարող ասեմ առանձին կպատմեմ քեզ բայց ոնց տեղ ասեմ Մոլդովյան կլսի սխեմաներից գոհ եմ Գեորգի խաղից շնորհակալ եմ մերսի